Ես ասա կարկուտն է։ Ես երեք վայկած կարկուտն է դուր։ Էլ հմիսա ես, էլաց խնձորը, ասենք դա էլ ինչ, դա խնձոր չի, էլ միզադել չի։ Սեպտեմբերի 16-ին տեղած կարկուտը գյուղացուն ստիպեց հարկադրված բերքահավաք կատարելու։ Կերակրի այս կաթսաները լիքն են այգու արդեն անպիտան մրգերով։ Հավաքած բերքից բացի օգտագործման համար ոչ պիտանի են նաև կարկտարված բանջարեղենն ու մրգերը։ Արդեն մի սուտ կա, որովը համարյա անցակաց է։ Ոնց ասեմ, մոտավորապես 5 կոպեկանոցի, նախկին 5 կոպեկանոցի կամ այսօրվա 10 դրամանոցի չափով կարկուտ էր գծում։ Արի, դա լավ խիտակերենայի։ Այս ընդհանրապես կարկուտի հետևանքն է։ Այգում ցանած բանջարեղենի քաղի ժամանակն արդեն եկել էր, սակայն Գարդանը կատարած աշխատանքից Ռուբեն Էվոյանին միայն կրած չարչարանքը մնաց։ Սանահնեցի Ռուբեն Էվոյանը այգու մրգերն ու բանջարեղենը պահեստավորելու էր ձմռանն օգտագործելու համար։ Կարկուտից հետո այդ մասին խոսք անգամ չի կարող լինել։ Խնձորը եթե մինչև հունվար ասենք կմնար, հմի կարկուտի տվածը էլ նա շատ արագ փթող գործող գնացող է։ Ռուբեն Էվոյանն ու իր կինն այս տարի այգում բանջարեղենի որոշ տեսակներ ստիպված են եղել երկրորդ անգամ ցանել։ Վարուն գլոբին եւ բանջարեղենի այլ տեսակներ մինչ այս երաշտներ փչացրել։ Երկրորդ անգամ ցանած բերքն ավելի լավ արդյունք էր տվել, սակայն բերքն այս անգամ էլ կարկուտի բաժին դարձավ։ Պոմիդորը ամբողջությամբ շարքից հանելա, արխերումը թափած է։ Հմի գնալ իմ ասի ես բրցնեմ, գնամ հավաքեմ, որ հարցը կարենա ինչ-որ բանով օգտագործի։ Ռուբեն Էվոյանը դեռևս չի հաշվել կարկուտի վնասները, բայց մի բան հաստատ է՝ վնասված բերքը վաճառել չի կարող, ավելին ձմռան համար անհրաժեշտ միրգն ու բանջարեղենն ուրիշից պիտի գնի։ Մանե Խլոպուզյան, Վահե Աղամյան, լուրեր։